Էլիս, ինչ եղավ։ Էլիս, ինչ տեսար Ալինայի հեռախոսի մեջ։ Ինչի սենց փոխվեցիր։ Ոչ մի բան, Հասմիկ։ Կլինի հարցեր չտաս։ Դու որ տրամադրություն չես ունենում, ես չեմ խանգարում, չէ՞ քեզ։ Հա, բայց նաև անհանգստանում ես, չէ՞ Էլիս։ Հա, բայց որ տեսնում տրամադրություն չունես, հարցեր չեմ տալիս։ Կլինի հարցախեղճ չանես։ Կներես, նորո քեզ արթնացրեցի։ Արև ջան, ինչ ես անում։ Ուզում էի ձեզ ծածկեի։ Բա ինչ է շամին գնաց ես, ինչ ես իջել ներքև։ Դե ծարավեի։ Խմեցիր։ Հաստատ։ Դե գնացինք։ Ուշա։ Նորո, բա ես ինչ ա եղել, որ մեր տանն ես մնացել։ Ես քեզ որ տեսա զարմացա։ Լավ չի Արև ջան։ Շատ լավ ա, ուղղակի չէի սպասում։ Լավ, արդեն շատ ուշ է, դու պարկի քնի, լավ։ Նորո, ես այս անգամ հաստատ ճիշտ եմ հասկացել։ Դու ու Մագդան հաշտվել եք։ Տես ժպտում ես։ Լավ, դու հիմա ինձ ուրիշ բան ասա։ Հիմա ինչ անեմ, երգեմ, պարեմ, հեքիաթ պատմեմ, որ քնես, որ մեկը անեմ։ Լավ քնում եմ։ Նորո, Ջան, ես քեզ շատ եմ սիրում։ ես էլ քեզ։ Դե պարկի։ Ուր ես նորո։ Ինչ ա եղել, հասա։ Էլիս, դու ճիշտ էիր։ Նորոն տենց էլ տուն չեկավ։ Ամբողջ գիշեր աչքս իրա ճանապարհին ա եղել։ Ընդամենը մի 2 ժամ եմ քնել, էդ էլ արդեն հույսս կորցրել էի, դրա համար էլ քնել եմ։ Ես ասում էի քեզ։ Էլիս նենց ես խոսում, ոնց որ ինչ-որ բան գիտես։ Էդոյի տանն ա եղել։ Չնայած չէ, որ Էդոյի տանը լիներ, կասեիր, չէիր լռի։
Հաս չի ասում, որովհետև հստակ ոչ մի բան չգիտեմ։ Նորոն ամեն ինչ չի, որ ինձ պատմում է։ Դու ավելի լավ է գնա 2 բաժակ սուրճ սարքի կամ միասին խմենք։ Էլիզ, ես սիրտ ու հավես չունեմ, բայց որ դու սարքես մեծ հաճույքով կխմեմ։ Հաս լավ էլի։ 2 րոպե է, գնա դու սարքի, մինչև ես անկողին հավաքեմ գամ։ Լավ։ Ես չէ պատրաստվում անել։ Չէ, ընդամենը ուզում էի հասկանայի քնած ես, թե չէ։ Հաստատ։ Հայ ջան։ Օրը բարի լույս։ Ինչ կա, ոնց եք։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, ամեն ինչ լավ է։ Ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Կես ժամից Արշակին դուրս են գրում։ Դու կհասցնես Արշակի մեքենան մոտեցնել, թե չէ։ Հա, կմոտեցնեմ։ Դե կսպասենք ախպերս։ Լավ։ Նորեդոն ինչ էր ասում, ոնց է Արշակը։ Արշակը այնքան լավ է, որ կես ժամից դուրս են գրում։ Դա Էդոն ասում էր, որ մեքենան մոտեցնեմ հիվանդանոց։ Արևը դասի չի։ Նորոն շուտ է դուրս եկել տնից։ Նորոն տունել չի եկել Թամարտատ։ Բա գիշերն ուր է եղել։ Ով իմանա։ Ես արդեն սկսում եմ մտածել, որ իմ պատճառով տուն չի գալիս, ու ես պետք է հնարավորինս շուտ ձեր տնից գնամ։ Այս ինչա խոսում ես աղջիկը Էլիս։ Հասկանաս ինձ էլ ասա տատ։ Հա, Էլիս։ Նորոն սկզբից էլ չէր ուզում, որ ես ձեր տուն գամ։ Ու դրա համար էլ ամբողջ օրը տանը չի։ Իսկ ես չեմ ուզում, որ ինքը իմ պատճառով տուն չգա, ու ես պետք է շուտ գնամ այս տնից։ Էս ինչա անում աղբերդ։ Ախպերս որ գատում, հարցրա ինձ էլ ասա իմանամ։ Լուրջ եմ ասում, ես արդեն ամաչում եմ ձեր փոխարեն։ Արշակ ինչ լավ է եկար, չես պատկերացնի տունը ինչքան դատարկ էր առանց քեզ։ Խոստացի, որ այն մեզ կյանքում մենակ չես թողնի։ Ինչի նորոն ձեզ լավ չի նայել, որ մենակ եք զգացել։ Դե դու լավ գիտես, որ քո տեղը ոչ մեկ չի կարող զբաղեցնի։ Դու ասա ես ինչ անեմ, կուզես անկողինը բացեմ գնաս պարկես։ Մագդա ինչ ես ուզում որ պարկեմ։ Ես ինձ լավ եմ զգում։ Մեն Այդոին հարցր, Այդո բժիշկից դուրս գրվելուց անկողն այն ռեժիմը նշանակել։ Մագդա իրականում Արշակը արդեն շատ լավ է։ Տեսար։ Դե մեզ սուրճ պատրաստի։ Չէ, ես չեմ ուզում։ Մենք պետք է աշխատանքի գնանք, չէ՞։ Հա դե կգնանք էլի, մի հատ կոֆե խմենք, թարմանանք նոր։ Չէ, ես պետք է գնամ։ Եթե ուզում ես, դու մնա սուրճը խմի, հետո կգաս։ Հա, լավ նորո ջան, ես չեմ ուզում քեզ համոզեմ։ Դու արդեն շատ բան ես արել ինձ համար։ Չեմ ուզում բարությունը չարաշահեմ, որ սխալ տպավորություն չլինի։
Դե լավ, այդ դեպքում միասին գնանք։ Նորո, ես ինձ կարգի բերեմ, զանգեմ քեզ, մենք կիսատ խոսակցություն ունենք։ Լավ։ Արշակ, ես չեմ հասկանում։ Դուք երբ հասցրեցիք այդքան մտերմանալ, որ ինչ որ կիսատ խոսակցություն ունեք։ Ապրես նոր։ Ապրես ցավդ տանը։ Ես գիտեմ, որ կյանքիդ կեսը գնալով ես համաձայնվել ես տանը մնաս, բայց արել ես։ Այդ ջան, ես ինչ արել եմ, Արևի համար եմ արել։ Ես չեմ թողի հաստատ, որ մեկը Արևի մազին կպտի։ Ինչքան էլ ես այդ երեխուն լիարժեք ու միջև վերջ չեմ կարող ընդունեմ, որովհետև անցել է չի թողում, բայց այդ շատ քիչ բան է փոխում։ Ես այդ երեխու համար ամեն ինչ պետք է անեմ, թեկուս հեռվից։ Հա, հաստատ։ Երանի Էլիզն է քո նման մտածեր։ Էլիզը չի կարա այնպես մտածի։ Էլիզը աղջիկ է, ինքը էմոցիաներին է տրվում, սառը չի դատում։ Որ ճիշտ ասամ, ես իրան մի քիչ հասկանում եմ։ Երեք որ իմացավ այս տանը մնալու շատ ծանր տարավ։ Հաստատ տուն գնամ խոսակցություն լինելու։ Դե ոչինչ, ես հետը կխոսամ։ Իմաստ չկա։ Մինչև Էլիզը իր հարցերը չտա, ասելիքը չասի, չի հանգստանալու այդ։ Դե ամեն դեպքում փորձեմ էլի, իրավիճակը բացատրեմ։ Հետո Էլիզը Մագդայի թեմաներից չպետք է իմանա։ Հա, հասկանում եմ։ Լանայից էլ լուր չկա։ Այդ հարցը ինձ արդեն շատ անհանգստացնում է, հետո շատ։ Ես արդեն սկսում եմ վատ բաներ մտածել, ամեն ինչ այդ կողմը տանում։ Արդեն մի օր է, ընդհանրապես լուր չկա, բայց ես լիքը մարդ եմ խառնել իրար։ Արշակի հետ չես խոսել Անայի մասին, չգիտի։ Չէ, բայց ոնց հասկանում եմ այսօրվա հանդիպման ժամանակ պետք է ամեն ինչ ասեմ։ Ինչքան շուտ ամեն ինչ պարզենք, այնքան մեր օգուտն է։ Մագդա կլինի, ես հիմա քո ոչ մի հարցին չպատասխանեմ։ Չէ, Արշակ, չի լինի։ Ես ուզում եմ հասկանալ, դու ու Նորոն իրար հետ ինչ ընդհանուր թեմա ունեք։ Ախր դու լավ գիտես, որ առաջ 3 վայրկյանից ավել դուք մի տարածքում չէիք կարողանում մնալ, բայց հիմա ինչ որ հանդիպումներ եք պլանավորում։ Արևի մասին պետք է խոսենք։ Ես ուզում եմ, որ իրանք վերջնականապես երեխուս ընդունեն, որ իմ երեխեն էլ իրանց ճանաչի։ Ու ինչ ստացվում է։ Դեռ չէ, բայց Նորոն համաձայնվել է, որ լսի։ Ու ես հուսամ ինչ-որ բան կստացվի։ Լավ, ես գնամ լողանամ, որ դուրս գամ։ Այդ, դե արի բարձրանանք վերև։ Նոր Արշակի տանը սուրճի կռվեր, չէ՞ տալիս։ Արի բարձրանանք խմենք։ Ախպեր, չէ, լավ է, ես այսօրվա բաժին սուրճս ուզում եմ Էլիզից հետ խմեմ, նենց որ կասես իջնի։ Էլիզից հետ։ Հասկացա, ելով դիմանա։ Վայ բարև Նորո ջան, ես ոնց հատուն եկար, կասես ուր էիր ամբողջ գիշեր։ Հաս ջան, ինձ կհիշացնես, այդ երբանից եմ ես քեզ բացատրություն տալիս իմ գնալու հետ կապված։ Չէ, ես ուղղակի անհանգստացել էի, հո ինչ-որ բան չի եղել։ Արզա, դե ուրեմն հաջորդ անգամ մտքերը ճիշտ ձևակերպի, որ դիմացիներ ճիշտ հասկանա քո անհանգստանալու պատճառը։ Նոր, Հասմիկը ամբողջ գիշեր չի քնել ու քեզ է սպասել։ Ու որ չեկար, մտածել է, որ ինչ-որ մի բան է եղել։ Դրա համար էլ սենց է խոսում։ Բայց դու ոնց հասկանում եմ,
լավ էլ ամբողջ գիշեր քնել ես հանգիստ։ Ու դրա փոխարեն շնորհակալ եղի Հասմիկին, որ մինչև հիմա անհանգստանում է քո համար։ Էլիս, քույրեմ, Էդոն դրսում քեզ է սպասում։ Գնա հետո կխոսանք, լավ։ Նոր կարող է ես եմ քո տուն չգալու պատճառը։ Եթե տենց է ասա, ես կգնամ։ Ուղղակի իմ հետ անկեղծ եղի, ու ինձ սենց մի արհամարի խնդրում եմ քեզ։ Ես քեզ վատ չեմ վերաբերվում։ Ոնց ես։ Նորմալ դու։ Լավ եմ։ Բա ինչ է եղել, ինչ ես մռութներդ կախել։ Իբր չգիտես այդ։ Երեկվանից հետո ուշքի չեմ գալիս։ Դե լավ, արի գնանք, միտեղ նստենք հանգիստ խոսանք։ Արի։ Նոր ես ամեն ինչ անում եմ, որ քո ուզածով ինձ պահեմ։ Ես կյանքիս գնով զգացմունքներս թաքցնում եմ։ Բայց դու թույլ չես տալիս ինձ։ Դու խուսափում ես ինձանից անընդհատ։ Հաս։ Արի փակենք թեման։ Ես անկեղծ չեմ ուզում քո այդ վիճը։ Տես հիմա էլ ես խուսափում։ Չես ուզում, որ նստենք մարդավարի խոսենք, հասկանանք իրար։ Երևի, չգիտեմ, քեզ տենց դուր է գալիս կամ ուղղակի հարմար է։ Հաս։ Նորո, դու ասում ես, որ մենք ընկերներ ենք, բայց դու քեզ ընկերոջ նման չես պահում։ Դու ինձ թույլ չես տալիս, որ ես ընկեր լինեմ։ Դու ասում ես, որ ես մոռանամ ինչ ա եղել մեր մեջ, բայց դու ինքդ չես մոռանում, Նոր։ Որովհետև երևի դու էլ չես կարողանում։ Աս ջան, ես մոռացել եմ։ Անկեղծ մոռացել եմ, ես չեմ հիշում մեր հարաբերությունների մասին։ Ես քեզ իրոք ընկեր եմ վերաբերվում։ Ու շատ սիրում ու հարգում եմ, բայց այդքանը։ Ու ես զգում եմ, որ դու իմ հետ անկեղծ չես։ Ես քեզ որպես ընկեր եմ վերաբերվում, բայց դու ինձ չէ։ Եթե ես զգայի այդ փոխադարձը, հավատա ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ, հավատա։ Նոր գիտես, այս կյանքում ամենաբարդ բանը սեփական զգացմունքները թաքցնելն է, բայց ես հանուն քեզ պատրաստ եմ դրա միջով անցնել։ Ուղղակի դու ինձ թույլ չես տալիս։ Դու թույլ չես տալիս, որ ես քեզ ընկեր լինեմ, եթե գոնե մի քիչ դու ինձ թույլ տայր, ամեն ինչ ուրիշ ձև կլիներ։ Դե ուրեմն ամեն ինչ արա, որ ես քեզ հավատամ։ Ամեն ինչ արա, որ ես հավատամ, որ դու ինձ ընկեր ես։ Ալո։ Նորո ջան, ես արդեն պատրաստ եմ։ Քեզ հիմա հարմար է, որ հանդիպենք։ Հա, ուր պետք է գամ։ Արի մեր տան մոտի այգի, ես քեզ կսպասեմ։ Լավ, հասկացա։ Հաս ջան, կներես, ես արդեն պետք է գնամ։ Էլիս մի հատ ասա հասկանամ ինչի է երեկվա օրը տենց վրա տազդել։ Եթե դու երեք չգայր երեխու մոտ չմնար, լուրջ եմ ասում, ես ահավոր կհիասթափվեի քեզնից։ Այսինքն դու հանուն այդ ընտանիքի պատրաստ էիր ինձնից հիասթափվեիր, հա։ Էլիս դու երբ պիտի վերջապես հասկանաս, որ եթե ես ինչ-որ մի բան ասում եմ, ոչ թե հանուն ինչ-որ մեկի եմ ասում, այլ հանուն քեզ։ Հանուն ինձ ասում ես, որ կհիասթափվեիր ինձանից, եթե չգայի։ Հա։ Ու գիտես ինչի։ Ինչի։ Որովհետև էլիս իմ համար շատ կարևոր է, որ մարդը խղճով լինի։ Իսկ եթե ես իմ կողքի մարդու մեջ այդ խիղճը չեմ տեսնում, չեմ զգում, էլ ինչի մասն է խոսքը։ Իսկ դու գիտես, որ դեպքեր են լինում, երբ որ խիղճդ մեռնում է։ Հա, գիտես, երբ որ մարդիկ նենց են անում, որ խիղճդ մեռնում է իրանց հանդեպ։ Հա, էլիս, ես հասկանում եմ քեզ, բայց
Ցանկացած պարագայում մարդ պիտի մարդ մնա։ Ես չեմ ուզում, որ դու տրվես քո մեջի չարությանը ու ունես քայլերի գնաս, որոնց համար կարող է վաղը փոշմանես։ Չեմ ուզում։ Գիտես այդ էլ քեզ ոչ մի բան չեմ բացատրելու։ Արդեն հոգնել եմ։ Հոգնել եմ, որովհետև հասկանում եմ, որ անընդհատ քո աչքին ես մեղավոր եմ։ Հոգնել եմ անընդհատ զիջելուց, որ դու ինձ հասկանաս։ Ուղղակի ես չգիտեմ մենք սենց միջև ուր ենք հասնելու։ Հուսով եմ քեզ շատ չեմ խանգարում։ Չէ, հանգիստ եղի, եթե հարմար չլիներ հաստատ կասեի։ Նորո երեկվա մեր խոսակցությունը խառը ու լարված ստացվեց։ Կարևորը այն է, որ մենք իրար հասկացենք։ Հա, բայց հարցեր կան, որ պետքա քննարկենք։ Ասա աղջիկ, լսում եմ։ Դու որ գնացիր Լանայի մորաքրուջ աղջկա տուն։ Քեզ անուններ տվել, հա։ Չէ, ինքը ոչ քեզ է ճանաչում, ոչ էլ աղբորդ։ Ու ոչ էլ գաղափար ունի, թե Լաննան որտեղ է ու ինչ է անում։ Ահ, պարզա։ Ես մի քանի անգամ փորձել եմ կապվեմ Լանայի հետ, բայց անհասանելի է։ Իմ մարդիկ փնտրում են այդ Կարենին։ Քիչ մնաց, ես դրա հարցերը կլուծեմ։ Բայց Լանայի հետ ես ուրիշ ձև կվարվեմ։ Կկարողանաս։ Կներես երևի մի քիչ սխալ հարց տվեցի։ Նորո, իմ ու Լանայի մեջ չի կարա առաջվա նման լինի։ Ոչ մի հարաբերություն։ Լանան իմ աղբոր ընկերուհին ա եղել ու իրանք երեխա են ունեցել։ Ու ես չեմ կարող այդ անցյալի վրով անցնեմ։ Բայց ձեր մեջ արդեն զգացմունք կա, չէ՞։ Հետո ինչ։ Այս աշխարհում ինչ ծնվում է, նաև մեռնում էլ է։ Ու ավելի շուտ կմեռնի, եթե կողքից ազդեն։ Այսինքն էլիս։ Այսինքն այն էդո, որ դու արդեն շատ ես ուզում ինձ փոխես։ Իսկ այդ սերը, հա։ Երբ որ մարդուն սիրում են, ձգտում են անդադ փոխեն իրան։ Դու ինձ սենց ես սիրել։ Ու դու շատ լավ գիտեիր ի սկզբանե, որ ես ատում եմ Արշակին ու իր ընտանիքը։ Ես չեմ թաքցրել։ Չեմ թաքցրել, չէ՞ այդ։ Չէ, Էլիս, բայց Էլ ինչ բայց։ Էլիս, եթե այդ քո ատելությունը բոլորիս կյանքի վրա ազդում է, ուրեմն դրանից պիտի ազատվենք, չէ՞։ Այդ ատելությունը մենակ իմ կյանքի վրա է ազդում։ Ու մենակ ես եմ տանջվում։ Դու էլ նորոնել շատ լավ շփվում եք այդ ընտանիքի հետ։ Դու լավ ես անում, քո իրավունքն է, ես քեզ իրավունք չունեմ ոչ մի բան ասեմ։ Ուզում ես շփվես, շփվի, սիրի, հարգի այդ ընտանիքը։ Այդ բայց դու նորոյի վրա չպիտի ազդեիր։ 3 գիշերվա 1000-ին իմ աղբերը ինձ մենակով նստացրել է տաքսի ու ճանապարհել է տուն։ Իսկ ինքը մնացել է Մագդայի կողքը, հասկանում ես։ Հա լավ է արա, Էլիս։ Ուրեմն կարիքը եղել է, որ մնացել է։ Ինչ կարիք է դո։ Մագդային գալու են գիշերը փախցնեին, հա, թե այնքան փխրունա տանը մենակ չի կարող մնա գիշերը։ Լավ Էլիս, վերջացրու։ Էլ ընդհանրապես Մագդայի թեմայով մի խոսա։ Ինչի։ Որովհետև շատ տգեղ ես խոսում։ Լրիվ ուրիշ մարդ ես դառնում, Էլիս, այ դրա համար։ Գիտես ինչ կա։ Հոգնել եմ արդեն, նստեմ ու լսեմ ոնց ես մնացածին պաշտպանում, իսկ ինձ ստորացնում։ Լավ մնա էդո։ Սպասի Էլիս։ Արշակ մի բան էլ կա, որ պետք է իմանաս, երեք չհասցրեցի ասեմ։ Ինչ։ Երեք մի պահ ձեր տան մոտ ես ու Մագդան հանդիպեցինք։ Հետո Հետո այդ ժամանակ Լաննան զանգեց ու մի երկու բառ խոսացին իր հետ։ Ու հենց այդ ժամանակ Լաննան շատ բարձր գոռաց ու անջատեց հեռախոսը։ Ու դրանից հետո չկա։ ո՞նց։
Ես իմ շրջապատին ընկերներիս ասել եմ, որ ամեն ինչ փորձեն անեն, որ կարողանան գտնենք, բայց դեռ ոչ մի բան չկա։ Ես չեմ ուզում մենք հիմա վատ ուղղությամբ գնանք, բայց դու էլ ես հասկանում, ինչ կարա տեղի ունեցած լինի ում ձեռքով։ Չէ, մենակ այդ չէ։ Քո շրջապատը մեծ է։ Ես գիտեմ, դու շատ լուրջ մարդկանց ես ճանաչում, ովքեր կապեր ունեն, ու ճիշտ կլինի, որ բոլորին խառնես իրար, որ կարողանանք ավելի շուտ գտնենք, հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Վայ Լանա, վայ։ Լավ, հանգստացի Արշակ, մի մոռացի, որ երեք ես դուրս գրվել հիվանդանոցից։ Սենց պետք չի։ Նորո, արի ժամանակ չկորցնեք, ես պետք է հասկանամ ինչ է կատարվել։ Հանկարծ այդ անասունը Լանային վնասած չլինի։ Որ խնդրեմ ինձ տուն կտանես, ես դժվար կարանամ ես վիճակում մեքենա վարեմ։ Կարաս ինձ տանես։ Գնացիք։ Թող ձեռքս է դո։ Էլիզ նեղանալը ձեռքի խաղակար է սարքե, տենց չի լինում։ Որովհետև հոգնել եմ այդ։ Ես ուզում եմ իմ սիրած տղեն ինձ հասկանա։ Ինձ հասկանա, ոչ թե մնացած բոլորին հասկանա, բացի ինձնից։ Ես ուզում եմ դու իմ ցավը հասկանալով ինձ հեռու պահես այդ մարդկանցից։ Ոչ թե ստիպես, որ շփվեմ իրանց հետ ու ընդունեմ իրանց։ Չեմ ստիպում Էլիզ։ Ստիպում ես է դու։ Թող ձեռքս։ Թող գնամ ու չգաս հետևիցս։ Դու ասում ես, որ մենք ընկերներ ենք, բայց դու քեզ ընկերոջ նման չես պահում։ Դու ինձ թույլ չես տալիս, որ ես ընկեր լինեմ։ Դու ասում ես, որ ես մոռանամ ինչ ա եղել մեր մեջ, բայց դու ինքդ չես մոռանում, Նոր։ Որովհետև երևի դու էլ չես կարողանում։ Ասջան, ես մոռացել եմ։ Անկեղծ մոռացել եմ, ես չեմ հիշում մեր հարաբերությունների մասին։ Ես քեզ իրոք ընկեր եմ վերաբերվում։ Ու շատ սիրում ու հարգում եմ, բայց այդքանը։ Մի բան պետք է մտածեմ։ Բայց ինչ։ Այ քեզ բան, հիմա էլ միասին են գալիս։ Ապրես Նորո ջան, կներես նեղության համար։ Հենց Լաննայից նորություն լինի զանգի, լավ։ Լավ։ Էլիս, ինչ ա եղել։ Ես էլ չեմ դիմանում հաս։ Ես ուզում եմ այդ Արշակից էլ Մագդայից էլ ազատվեմ։ Նորմալ կբացատրես հասկանամ ինչ ա եղել։ Այն ա եղել, որ այդ Մագդան ոչ թե մենակ Նորոյի տա իրանով արել, այլ նաև Էդոյի ուղեղն ա կերել։ Այսինքն
Այսինքն այն, որ այսօր է դու գիտես ինձ ինչ էր ասում։ Որ հանուն այդ ընտանիքի ինքը պատրաստ է ինձնից հիասթափվի ու իր կարծիքը փոխի իմ մասին։ Աչքերիս մեջ նայելով պատկերացնում ես։ Ոնց եմ զզվում ես այդ աղջկանից, ոնց եմ ատում իրան։ Հաս ինձ թվում է միակ տարբերակը պապայիս հետ խոսալն է։ Ու թքած ամեն ինչի վրա։ Հիմա ամենակարևորը դրանցից ազատվելն է։ Ճիշտ ես, Էլիս։ Ինչքան մենք քայլ չանենք, այդքան մենք ենք տուժելու։ Ոնց հասկանում եմ, Մագդան իր տեղում հանգիստ չի նստում։ Եթե մենք հիմարի պես թույլ տանք, Մագդան մեր ունեցածը մեզանից կտանի։ Հա։ Ժամանակ չունեմ, ես էլ պետքա գործի անցնեմ։ Թե չէ ոչ մենակ աղբորս կկորցնեմ, այլ նաև Էդոյին։ Ճիշտ ես ասում, Էլիս։ Մագդա ջան, ես իմ սենյակում եմ։ Կարևոր գործ ունեմ անելու, եթե բանն ես, ասա, եթե չէ, չխանգարես, հա։ Ինձ կասես ինչի անորոնք ես տուն բերում։ Դե ուղղակի ինձ լավ չի զգում։ Վստահ չէ, որ մեքենա կվարեմ։ Դրա համար նորոյին խնդրեցի։ Արշակ, ձեր մտերմությունը իմ համար իրոք տարօրինակ է։ Ես հասկանում եմ, որ արևից բացի ձեզ ուրիշ կապող բան կա։ Խնդրում եմ քեզ, եթե ինչ-որ լուրջ բան կա, ինձ էլ ասա։ Մագդա, կարևոր գործեր ունեմ, չխանգարես։ Լանա, դու ուր ես։ Բարև ձեզ։ Ում հետ եմ խոսում։ Լանան հիվանդանոցում է, ես բուժքույրն եմ։ Շտապօգնության բժիշկն է փոխանցել հեռախոսը։ Ոնց։ Ինչի համար է հիվանդանոցում։